Այսօր ամբողջ օրը ինչպես են բաներն են ասում, հա, ասենց հակասություն է իմ մոտ։ Ճիշտ էինք մենք լրագրողներով, որ թույլ տվեցին կուսակցական գրասենյակի վերածեն տարածքը, որ չի վերածեն, ծեծեն, պաղկվեն ու այդպես էլ մեզ պատասխան չտան պաշտոնյաները։ Այսինքն ճիշտ եք, ինչ կարայիք անեիք։ Մենք կարող ենք դուռը բացել մտնել։ Ես ես հիշեցնեմ Նայիրան Զորաբյան ԵԽԽՎ-ի գրասենյակում բացում էր նախագահի սենյակը եւ մտնում էր ՀՄԿ-ի լրագրողի հետ միասին։ Նա կոշիկները հանած վազում էր այդ պաշտոնյաների հետևից, որ մեկնաբանություն ուզեր։ Ես այսօր ողջ օրը ուզում էի հասկանալ լրագրողի մարդու, այս պրոֆեսիոնալիզմի շահը եւ այլն։ Այս բանը չէի կարողանում հասկանալ, որովհետեւ ինչպես նկատեցիք, դրանք պաշտպանվեցին Անի Խաչատրյան Վահանով, որի համար սեքս սիմվոլ է դարձել ջարդարար տղամարդը, իդեպ մենք լուրջ առաջընթաց ունենք, որտեղ Նիկոլ Փաշինյան ճղճղանտ Նիկոլն էր ինչ որ ժամանակ իրենց սեքս սիմվոլը, հիմա արդեն սեքս սիմվոլը մի հատ անհասկանալի մարդ է, էակ։ Եվ Անի սեքս սիմվոլ էլ ունի, էլի պաստորեն։ Դե ասել էր տղամարդ է, ինքն հատուկ տենց զգացողություններ ասենք Այսինքն սոտակի կոնկրետ Նիկոլին չելենջ անում, էլի, հա։ Հա, էլի, հա։ Տղամարդու Նիկոլի պատկերացումները, իրանց պատկերացումները ու Անի պատկերացում։ Ուշում եմ որ տենց։ Գազան։ Գազը մարդը կեր, էլի, ցնցեն որ արա ախպեր ես, արա բրատ։ Դե տենց է, սական հետ է։ Չափերին նայում ես այսօրվա քո դրած նկարներին, ջոգում ես որ այն որ տենց։ Հա, դա համար նորմալ է։ Դե որտեվ ես գիտես, չեմ ուզում մենք արինք արդեն ինչ-որ body shaming կարացանք, էլ չեմ։ Body shaming-ի բան չկա, բրո, ցանկությունների հարց կա։ Չէ, body shaming-ը չէ, իրոք ինքը ասում է, սա տղամարդ է, այսինքն։ Դե հասկացանք, իրան կանոններով դա է։ Որ մենք գեներալներին պաճելուց հետո, զինվորի կերպարը աղավաղելուց հետո տղամարդու սիմվոլի եւ ընդհանրապես այդ տալոնի խնդիր ունենք։ Դալուզյանը չէ։ Գիտես որ ասում են քյալմախ, դա դրա մասին է։ Այդ ինչ է։ Քյալ։ Հա։ Ու մախ։ Այսինքն առանց ուղեղին զոր տալու։ Արդա Գնում է օզուն այնքան քիչ էր, որ ասես անջատվում էր մեկ դի ռեստարտ։ Այո, անջատ։ Դուք չնկատեցիք ինքը օպերացիան պլանավորել է, ու բնազդով ինքը վազում է իր զինակից ծեծում։ Մի հատ էլ մոռանում է որ տեսախցիկ է։